Ներկայացը խնդրեմ։ Գևորգ Կամալյան, արդեն 43 տարեկան եմ, ծնված եմ մեր դարժան պատմության բերումով Հայաստանից դուրս, սակայն մեր հոգին, մեր էությունը միշտ ընկղմված է եղել հայ ու հայությամբ։ Մենք մեր ուրույնությամբ ենք ցանկանում մարդ դառնալ, մեր պապենական երազանքն էր, որ ունենանք ազատ, անկախ հայրենիք, այնտեղ ուր բնօրանն է հայության, հայ ազգի։ Դարեր շարունակ ընճված են եղել, դարեր շարունակ ճնշված, թալանված, զարնված եւ շատ պետություններ են աշխատել մեզ ստրկացնեն։ Եվ որոշ չափով այդ ընթացքը ընթացել է, սակայն մեր տոկուն դիմադրող ժողովուրդը որևէ կերպով դիմացել է եւ տոկացել է, հասել է այս աստիճանի։ Ուրեմն անմիջական մեր պարտքն էր գալ այստեղ, մեր հայոց օրրանը։ Երևի Գևորգ ջան, այս ամենի բերումով էլ դուք հայտնվեցիք Արցախում, բայց երբ։ Ուրեմն երբ որ մեր ազատագրության պայքարը սկսվեց, այդ ժամանակ ինքս ինչպես մյուս մեր բարի եւ վեհ ընկերները իմ պարտականությունն էր անմիջապես գալ եւ ինքս իմ կնոջ հետ ներկայացանք անցյալ տարի փետրվարին, որովհետեւ համոզված էինք թեկուզ ձմռան մեջտեղն է, սակայն հարկավոր է հասնել այն ընկերները, որ դիրքում են այդ սառնամանիքին ցուրտին, գոնե մենք էլ նրանց կողքին ներկա լինենք։ Եկանք եւ ուրախ եմ, եղանք մեր սքանչելի ընկեր Ավոյի կողքին ու գործը բարիորեն շարունակվեց։ Դուք ծնվեցիք Արցախից օտար մի հատվածում եւ այսօր կրկին գտնում եք Արցախի գրկում։ Ինչպիսին է դա ձեր արժեվ հառնում։ Արցախը սքանչություն է։ Արցախի մատաղ ժողովրդի մեջ այնքան նվիրվածություն եւ նվիրյալներ գոյություն ունեն, որ սքանչություն է։ Ինչ ենք փնտրում մենք մեր կյանքի մեջ։ Երջանկություն, հա մենք երջանկության գրկումն ենք։ Արցախը ամեն ինչ է տալիս բնական գեղեցիկ բնություն։ Օդը, ջուրը, ազնիվ ժողովուրդը նվիրված, թեկուզ ընկճված, թեկուզ որոշները հերու իրենց բուն հայրենիքից կամ կրթությունից կամ հայկական սքանչելի դաստրակցությունից որոշ չափով համարյա դժվարանում էին իրենց բուն լեզվով խոսել, սակայն իրենց հոգին բուն հայկականություն էր ներշնչում, դրանց հանդիպելով առավել հաստատուն եղանք, որ հարկավոր է գործը շարունակենք։ Արցախը, ինչպես մեր սքանչելի զորավար Ավոն էր ասել, եթե մենք ձեռքից տանք, արդեն փակած ենք մեր պատմության հիմնական էջերից։ Հայրենիքի սիրով վարված, հայրենիքով տրված յուրաքանչյուր հայ մարդ միշտ էլ ձգտել է լինել իր հայ ժողովրդի զինվորը զավակը։ Եվ այսօր ձեզ բախտ է վիճակվել լինելու Արցախի զինվորը։ Դուք ինչպիսին եք պատկերացնում եւ ընդհանրապես այսօրվա դրությամբ ինչպիսին է Արցախի զինվորը։ Նվիրվածությամբ սքանչելի են մեր զինվորները։ Ապացույցը այդքան նվիրվածությամբ նահատակներ, վիրավորներ ունենալ, դա ապացույց է, որ մենք արժանի ժողովրդի զավակներ ենք եւ այդ մեր սքանչելի նվիրյալները գործը հարատև օրեն շարունակելու պարտականություն ունենք բոլոր էությամբ։ Ունենք թերություններ, ունենք պակասներ, դասրակչական, այսինքն ռազմա դասրակչական մենք թերություններ ունենք։ Պահանջվում է ամեն կերպով այդ թերությունները վերացնել, համառ եւ նվիրվածությամբ աշխատել, որ մեր սքանչելի այս սուրբ պայքարը իր հաջողության հասնի։
թող զգանք չպետք է քաղաքական միտումների եւ ընթացքների խաղալիք դառնանք։ Շատ գործեր ունենք այդ թերությունները վերացնելու համար, կարգապահական սկանչելիքացություն, ռազմական լավ իմացողականություն եւ ուսում։ Իմ վերջին հարցը, ձեր կարծիքով ինչ է պետք մեզ անել, մեր ժողովրդին անել, որպեսզի չփակենք մեր հայ ժողովրդի պատմության վերջին էջը։ Ամենից կարևոր երևույթը այն է, որ նախ մենք մեզ վրա հույս ունենանք, չսպասենք ուրիշից, նամանավանդ չսպասենք օտար պետություններին, համագործակցության, աջակցության, նրանց հետ թող ընկեր լինենք, սակայն ուրիշներին էլ չմոռանանք, հիմնականը մենք ենք, մեր վրա, մեր ծունգին ձեռք դնելով կայնենք։ Մեր ժողովուրդը շատ առաքինի երևույթներ ունեն, հարկավոր է վերամշակել այդ երևույթները, հավատք մեզ, հավատք մեր իրական պայքարին, համոզումը այդ թող լինի։ Գեորգ ջան, կա մի հարց, որը մեր հայրենիքին միշտ էլ ընդունված է։ Ասացը խնդրեմ, դուք որ կուսակցությանն եք պատկանում։ Կարող եմ հարցնեմ քո անունը ինչ է։ Սենոր։ Մյուս մեր ընկերոջ անունը ինչ է, մյուսների անունը ինչ է։ Այս բոլոր անունները ճանաչողության համար է, սակայն մենք պատկանում ենք որ ժողովրդին։ Պատկանում ենք մեր հայ ժողովրդի զավակներն ենք։ Միայն անունները բնորոշելու, ճանաչվելու համար է։ Մեր բոլոր կուսակցություններն էլ որ գոյություն ունեն, ամենը մեր ժողովրդի զավակներն են։ Մենք այդ կուսակցության, որ մեր ժողովրդի զավակն է, դրան ենք պատկանում։ Մենք պատկանում ենք մեր ժողովրդի կուսակցության։ Ինչ է այդ կուսակցության անունը, կասեմ հայ ժողովուրդ։ Այդ օրը ես ինչքան տեսել եմ, միայն զենքով եմ տեսել։ Եվ դուք զենքը ընդհանրապես ցած չեք դրել այսօրվա ընթացքում։ Դա ինչ որ հատկանիշ է, թե Ուրեմն ինչի համար ենք այստեղ ռազմունակ կացության ընթացքում զինայրը բնավ հարկավոր չի զենքը իրենից հեռու պայի միշտ պատրաստ կացության, որովհետև մենք մեր դեմ ունենք հակառակորդներ, մենք մեր դեմ ունենք թշնամիներ, ուրեմն զենքը անբաժան ընկեր պետք է լինի։ Կարևոր է բազմակողմանի օրեն աշխատանք ջանք տանել, որ թե մեզ լավ պահենք եւ թե Արցախին զորավիք լինենք եւ թե բուն մայր հայրենիքին էլ մեր հնարավորությունների չափով օգտավեր լինենք։ Մի տարօրինակ հարց, ձեր շիտում որ ահագին հետարքիր մարդ եք։ Խնդրեմ, ոչ։ Ինձանից սկանչելի ընկերներ, նվիրված մատաղ ընկերուհիներ գոյություն ունեն, որ նրանց մոտ ինքս ոչինչ եմ, ապացույցը նմուշը, նվիրյալ ավոններ, վահեններ, մասիսներ, գարլեններ, նվիրյալ վարդաններ, որ նահատակվեցին, սկանչելի ընկերներ, որ նրանց բարի հիշատակը միշտ մեզ ներշնչում է եւ ազդարարում է մեր գործը կիսատ չթողնեք։ Շնորհակալություն, հաջողություն եմ ցանկանում ձեզ։ Ձեզ էլ բարի հաջողություն մեր ժողովրդից, նամանավանդ դուրսի Սփյուռքի ժողովրդից պահանջում եմ, խնդրում ենք, որ ամենայն հոգով ու էությամբ, թե մարմնական, թե հոգեպես, թե ֆիզիկական զորավիք լինեն։ Արցախը ամենից ջանքով է, որ իր կատարյալ հաջողության կհասնի։ Շնորհակալ, բարին ձեզ հետ։